Պարոն Դավթյան, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է հերթական անգամ քարտեզի վրա չկա Սևանալի, չկա Գյոյչալիչ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, այն դեպքում, երբ մեր իշխանությունները հայտարարում են, թե խաղաղություն է եկել, այս հայտարարությունը ինչի մասին է խոսում։ Նախ սկսենք դրանից, որ Իլհամ Ալիևը առաջին անգամ չի խոսում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից, ու ոչ միայն տարածքային, առհասարակ Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ 20 թվականի 44-րդ պատերազմից հետո հռետորաբանությունը Հայաստանի տարածքները զավթելու, օկուպացնելու, ադրբեջանցիներու բնակեցնելու, ես կասեի 4, դուք կասեք 6 անգամ շատացել է եւ իրականում բոլոր ադրբեջանական հայտարարությունները եւ պետական մակարդակով եւ քարոզչական դաշտում եւ ազդապես փորձագիտական դաշտում բավական Հայաստանի հանդեպ բավական ռազմատենչ են, դա չի վերաբերում միայն պատերազմական նկարտումներ ունելով, այլ առհասարակ, Հայաստանը չպետք է ունենա բանակ, չպետք է ունենա սեփական կարծիք միջազգային հանրության մոտ, խոսեմ տարածքային պահանջների մասին։ Սա բնականաբար դուրս է խաղաղության պատկերացումից եւ առհասարակ Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելու հիմքը պետք է լինի կոնկրետ փաստարկներ։ Ես օրինակ խաղաղությունը չեմ դիտարկում միայն պատերազմի բացակայությամբ, խաղաղությունը ինքնին մեծ արժեք է, որի մեջ տեղավորվում է եւ տնտեսական հարաբերությունների բարելավում եւ մարկանց միջև, այսինքն բնակիչների միջև հարաբերությունների բարելավում կամ առհասարակ բարելավված կարգավիճակ եւ պատերազմի բացակայությունից Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը, որ պատերազմ չի լինելու խաղաղություն կնքել ենք արդեն, սա չի համապատասխանում առհասարակ խաղաղության տրամաբանությունը։ Միայն պատերազմի բացակայությամբ չէ, որ խաղաղությունը հաստատված է։ Ես խոսեցի կոմպլեքս խնդիրների մասին։ Եվ ըստ երևույթին Ադրբեջանը, որ խաղաղության տրամաբանության ներքո եւ փորձի են քաղաքականությունը վարի, որը մեր պատկերացմամբ խաղաղություն է, առնվազն 2 սերուն պետք է փոխվի, որովհետեւ Իլհամ Ալիևի նախագահ դառնալուց հետո հայատացությունը լուրջ արմատներ է դրել Ադրբեջանի ներսում եւ արդեն ունի պետական գաղափարախոսության մակարդակ։ Մեր իշխանության ներկայացուցիչները նախագահ Փաշինյանը փորձեցին այսպես արդարացնել ճակերտարով մասում Ալիևին, օրինակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ներքին լսարանի համար է դա արված, հոտանկերով չի գալու մեզ վրա։ Նախ պետք է հարցնենք Ալեն Սիմոնյանն ինքը Հայաստանի ազգային ժողովի նախագահն է, ոչ բարով, թե մամուլի խոսնակը Իլհամ Ալիևի, որովհետև այդ արդարացումները եւ մեկնաբանությունները լրիվ ադրբեջանական մեկնաբանություններ են եւ արդարացումներ, տեղ չկա որևէ Հայաստանի պահպանող կամ նոր խնդիրները կանխող որևէ քաղաքական խոսք, սա ավելի շատ ադրբեջանական ատելությունը ադրբեջանցի ազգանուն չունեցողների մեկնաբանությունը։ Իմ տպավորությունն է, որ իրենք այստեղ վարձով են աշխատում, այսինքն Ադրբեջանը վճարում է այսօրվա իշխանություններին իրենց բաց թողումները մեղմելու, սա որպես եթե հասարակ քաղաքացի դիտարկեմ։ Իսկ որպես փորձագետ ես կասեի, որ սա շատ ավելի խորը խնդիրների մասին է խոսում։ Ինչ թվում է կամ ունեմ այդ պատկերացումը արդեն, որ եթե դիտարկենք եկեղեցու դեմ արշավը, որը տապալվել է ինքնին, հետեւաբար այդ տապալումը սկզբնական փուլում, համենայնպես սկզբնական շրջանում, իմ կարծիքով Ադրբեջանի պահանջը չբավարարելու սկզբունքն, այսինքն երբ որ կա Ադրբեջանից պահանջ ու այստեղ Նիկոլը դա 5-ին գումարած չի անում, Ադրբեջանից սկսում են պարբերաբար հնչել նոր պահանջներ, չնայած մեր համար դա նոր չէ որպես մասնագետ, այլ առհասարակ հասարակության համար որոշ չափով շոկային։ Եվ այդ դրանով եմ ես պայմանավորում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ակտիվացում ու պասիվացում, երբ որ կա լիակատար հանձնարարության կատարում Ադրբեջանի պահանջով Նիկոլ Փաշինյանի գործողությամբ, այդ պարագայում գործում է խաղաղություն, մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք, նույնը Ալիևն էր ասում, երբ որ չկա դրա կատարումը կամ այնպիսի կատարում, որ Ալիևը կցանկանար, արդեն սկսում են Նիկոլի խաղաղության թեզին հարվածել, այսպես ասած, հասկանալով, որ ինքը իր գործում թերացել է։ Բայց ուր է մեր իշխանությունները պնդում են, որ խաղաղություն մենք բերել ենք, ինչն է ձեզ այդտենց վատատես։ Ոնց է չէ Նիկոլ ասում, աղքատությունը ժողովրդի ուղեղում է, այդ խաղաղությունը մենակ Նիկոլի ուղեղում է, մեկ էլ իր թիմակիցների։ Խաղաղությունը ես նշեցի, թե ինչ սկզբունքներով է իմ պատկերացման որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատում կամ պետքա գործի որպես այդպեսին։ Իսկ իրենց պնդումները պարզապես ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունը ծածկելու եւ իմ խորին համոզմամբ իրենց արտաքին քաղաքական շահը սպասարկելու նպատակ ունեն։ Այստեղ
որևէ խոսք չի կարող գնալ խաղաղության։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ շահ պետք է ունենա սպասարկելու ադրբեջանական Շատ լավ հարց եք տալիս, եկեք փորձեմ ավելի համապարփակ պատասխանեմ, որպեսզի երկար պատասխան չստացվի։ Նախ Նիկոլա Ցանկոյանը պահպանել իր իշխանությունը, հետևաբար տարածաշրջանում եւ միջազգային հանրության մոտ իմ պատկերացմամբ ավելի լուրջ աջակից, քան Ադրբեջանը Թուրքիան այսօրվա իշխանությունը չունի։ Ինչու, որովհետեւ Թուրքիայի պահանջներն է կատարում Արարատի նշանն անում, ուրեմն կնիքի վրայից սահմանային հատվածը հատելու կնիքի վրայից, հետագայում արդեն զինանշանի մասին խոսքը գնա փոփոխության, օրներ կփոխվեց, վերջին բառերը հանվեց ըստ էության։ Բացի դրանից կա նաև ուրեմն Ադրբեջանի պահանջների կատարում, օրինակ Արցախի ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպես խայտառակ քաղաքական դիսկուրս նիկոլական թևի կողմից, դրանից զատ, որ խոսում են, որ չենք կռվել, դա մեր տարածքները չեն, հատկապես ԿՊ պատգամավորները մինչև 23 թվական ակտիվ խոսում են, որ օկուպացված շրջաններ են եղել Ադրբեջանի մեր կողմից Ադրբեջանի տարածքներն օկուպացվել, սա իր հերթին նպաստել է, այսինքն եթե մենք ամբողջապես թվենք այն բոլոր խնդրահարույց եւ առհասարակ հակահայկական գործողությունները, որ իրականացվել այսօրվա իշխանությունը, ակնհայտ կդառնա, որ դրանք միայն ադրբեջանական կամ թուրքական պահանջների իրականացում է։ Հետևաբար իմ պնդումը, որ կապված է թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայելուն, գոնե 3-4 օրինակ բերեցի, թե ինչու եմ այդպես կարծում։ Սա է տրամաբանությունը։ Օրներգի մասով ասեմ, որ չեն հանել զուտ քարյակների տեղափոխություն ա եղել։ Եթե մենք օրինակ դիտարկենք դրա քարակտերի իմաստային կցվածություն էլ կա, չէ՞, ինչից հետո ինչ է կատարում, այսինքն դրա մեջ էլ կա պատկերացում։ Այսօր Փաշինյանը մի հայտարարություն է արել, ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասար Գեչար անունը, այդքան Հայաստանում Արցախ անունը կամ Կովսական անունը եւ այլն։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ հոգեբանական առումով շարունակվում է։ Հերթական կեղծիքը, ասեմ, շատ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել, որովհետև ինքը այսօր սա է ասում, ես վստահ եմ, որ հաջորդ օրը կարող է հակառակ բան ասել, որովհետև զանգ ստանա օրինակ Ալիևից, ու ասես ինչ ես խոսել, միանգամից խոսքը փոխի։ Ես իրան չեմ մեկնաբանի, առհասարակ խոսեմ այդ ատեղանունների անվանակման եւ դրանց ձևակերպման մասին։ Ադրբեջանական կողմը շատ հաճախ իրենց քաղաքական դաշտում անձամբ Ալիևը խոսում է, որ հայերը սեփականացրել են ադրբեջանական տեղանունները եւ լճերը, անտառները, մի խոսքով բոլոր այն անունները, որոնք այսօր կան Հայաստանի Հանրապետության ամբողջ քարտեզի վրա, դրանք ադրբեջանական են եղել, հայերը ուղղակի փոխարել են դրանք ադրբեջանից հայրերի նմանացրել են եւ հետեւաբար դա է պատճառը, որ հայկական կողմը չունի որևէ պատմամշակութային իրականություն Հարավային Կովկասում։ Նույն տրամաբանությունն է, այսինքն այստեղ պատճառը դե մենք չասենք Ադրբեջանը չի ասելու, բայց տեսնում ենք, որ այդ նույն խաղաղություններակարգում մենք տարածքային ամբողջականություն ենք ճանաչել, Ադրբեջանը մերը տեսնում ենք, որ այդպես չի։ Եթե Ադրբեջանը տարածքային ամբողջականություն ճանաչած լիներ, իրականում կասել Սևանալիչ ոչ թե Գյոյչը։ Այսինքն ըստ երևույթին այդ բոլոր պնդումները, որոնք կան նախկինում եւ հիմա, պարզագույն կեղծիք են, մանիպուլյացիա մեր հասարակության համար։ Հիմա դուք համակարծիք չեք, որ կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով դեռ շարունակվում է։ Նիկոլենց համար լուծված է քաղաքական կոնֆլիկտը, որովհետև իրանք խնդիր չունեն ադրբեջանական պահանջները կատարելու հետ, փոփոխություններ անելու հետագայում սպասող փոփոխությունները հատկապես Հայաստանի եւ սպառազինության մասով բանակի կրճատում եւ բանակը որպես մեր պաշտպանական կարևորագույն կառույց եւ ուժ դրանց պայմանագրային վերացում, այսինքն այս երևույթին Նիկոլեն խնդիր դրա հետ չունեն։ Խնդիրը առհասարակ հայ ժողովուրդն է, Հայաստանում ապրող, հատկապես Հայաստանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք որ պետք է հասկանան եւ ընկալեն այն իրականությունը, որ Նիկոլը իրանց բերում է 26 թվականի ընտրությունից առաջ եւ հետո։ Եթե հասարակությունը համակարծիքը, որ մենք պետք է ապրենք 300,000 ադրբեջանցիների հետ, մեր տեղանունները պետք է լինեն ադրբեջանական, այստեղ պետք է լինի ադրբեջանական համայնք, իրանց իրավունքներով, բայց հայկական համայնք չլինի Բաքվում, այսպես շարունակ, ապա ընտրությունը հասարակության է, այստեղ մարդկանց ուղակի ստիպել, որ Նիկոլ մի ընտրի, գնա մեզ ընտրի կամ այլ ուժին, սա շատ նորից կգնամ անշնորհակալ գործ է։ Շատ կարևոր նաև մարդկանց բացատրել օրինակներով, փաստերով, ներկա, այսինքն փաստերով, որ տեսեք Նիկոլի ու Ալիևի խոսքի ինչքան համակարծիք է, ինչքան նման են եւ երկուսը ունեն մեկ տեսլական, մեկ քաղաքական օրակարգ, դա Հայաստանի կլանումն է, այսինքն Հայաստանը Հարավային Կովկասում որպես իրենից ուժ ներկայացնող կամ պետություն, որը առաջ է մղում իր սեփական շահերը, գոյություն չլինի։ Շատ գործիչներ հիմիկվա իրադրությունը համեմատում են դեռևս 1908 թվականի իրադարձությունների հետ, երբ որ Թուրքիայում հեղափոխություն եղավ, եկան երիտթուրքական իշխանությունը, չէ, հետո հայ գործիչները հավատացին նրան ու ստացվեց 15 թիվը։ Դուք նմանություն տեսնում եք։ Այո, նույն բանն են անում, ուղղակի ցավոք
սրտի մեր մոտ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախկինում պատմական դասեր չեն քաղվել, չգիտես ինչի կամ որևէ այլ ուժի ազդեցությունը կամ միգուցե կամ այդ մարկանց ոչ հայ լինելու հանգամանքն է պայմանավորված լինում շատ հաճախ, այդ դրանով առաջնորդվելով կրկնում են նախկինում արված սխալները։ Իհարկե, երիտթուրքերը որպես այդպեսին գոյություն չունեն քաղաքական ասպարեզում, բայց երևույթները եւ գործողությունները քաղաքական պահանջները միատիպ են։ Այսինքն հույս կա, որ ադրբեջանցին մեզ չի սպանի, բայց երբ որ հարցնում ունենք սահմանադրության օրինակը բերեմ, երբ որ ոչ բարով падգամավորի քպական անունը չտամ, հաճելի անուն չունի բոլորովին, ասում եք սահմանադրական փոփոխություններ անենք, խաղաղություն կլինի, նա ասում է, եթե չանենք պատերազմ կլինի, բայց եթե անենք պատերազմ կարա չլինի, այսինքն ըստ երևույթին ոչ մի բան չեն խոստանում։ Նույնն էլ դա է, այսինքն իրենք կատարում են նույն սխալները, ինչը եղել է ժամանակին, քաղաքական փորձի բացակայության, տեղեկատվական դաշտի բացեցին ինտերնետ, հեռախոսներ, մի խոսքով մարդկանց մոտ գրագիտության բարձրացման բացակայության պատճառով նույնը անում են հիմա։ Այսինքն այն ժամանակ գոնե կարելի էր ինչ-որ ձև հասկանալ մարդկանց քաղաքական փորձ չունենալու հանգամանքը, բայց հիմա շատ փառք Աստծո ունեն քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, պատմաբաններ, ովքեր լավ տիրապետում են դաշտին ու ցավոք սրտի իրենց խոսքը չի լսվում, չեն էլ ուզում լսել մարդկանց կարծիք։ Իրենք ասում են մենք խաղաղություն ենք բերում, եթե ընդդիմությունը ընդդիմանում է, ուրեմն իրանք պատերազմ են ուզում։ 21 թվականին էլ էին նույնը ասում, Քոչարյանին ընտրեք պատերազմ կգա, մեզ ընտրեք պատերազմ չի լինի, բայց եթե հաշվենք 21 թվականի մայիսի ներխուժում Սև լիճ, 22 թվականին Ջերմուկի տարածքների օկուպացիա, նաև Սյունիքի հյուսիս-հարավ-արևելյան շրջանների օկուպացիա, 23 թվականին Արցախի հայաթափում, 24 թվականին Տավուշի տարածքներից հանձնում, էլ ո՞նց է լինում պատերազմը, եթե ոչ Նիկոլին հավատալու հետևանքով։ Մեզ ուղղակի պետք է այնպիսի լիդեր, որը որ կունենա հայկական արմատներ այն իմաստով, որ ինքը ծառայի հայ ժողովրդի նպատակներին, ոչ միայն պատմական, ապագայի նպատակներին, կարողանա առաջ մղի մեր պատմական ցավը եւ նաեւ մեր ժողովրդի ներկա ակնկալիքները, այսինքն պատմություն եւ ներկան փոխկապակցելով եւ իհարկե ամեն բան անի, որպեսզի մեր հասարակությունը այն ցավը կամ այն խնդիրները, որ ունի, գոնե թեթևացնի այդ մարդկանց հոգսը։ Սա է շատ կարևոր, այդ պարագայում ես վստահ եմ եւ հասարակությունը համախմբված կլինի, սև սպիտակներ չեն լինի եւ առհասարակ մարտահրավերին դիմագրավել ավելի հեշտ կլինի։